Շնորհակալություն Տիգրան Աբրահամյանի կարծիքն եմ ուզում քիչ բարձրաբանել, որ ասում հանրության համար հաճելի նախագիծ է, պարոն Աբրահամյան, այս պրոցեսը նախատեսված է եղել 2021 թվականին կառավարության ծրագրով, որի մեջ հստակ նշված է, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է կրճատվի 21 թվականից, 21 եւ սա սովորական նախագիծ չէ այսօր Պաշտպանության նախարարությունը ներկայացնում, որովհետեւ որպեսի հասնենք սրան, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել զինված ուժերում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը։ Այո, հանրության համար պետք է հաճելի լինի, որ զինված ուժերում այնպիսի մեծ բարեփոխումներ են իրականացվել, որի արդյունքը արդեն հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայության կրճատելը։ Եվ պետք է ասեմ, որ այս նախագիծը նաև մի շարք երկրորդական արդյունքներ ունի, ազդեցություններ ունի։ Մենք բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում նաև դուք, պարոն Աբրահամյան, որովհետև 6 ամիս կրճատելով մենք երիտասարդի կյանքին վերադարձնելով այդ 6 ամիսը, 6 ամիս շուտ այդ երիտասարդը ամուսնանալու է, 6 ամիս շուտ երեխա է ունենալու, 6 ամիս ավել ուսում է ստանալու, 6 ամիս շուտ հարկ է վճարելու եւ այլն, այսինքն մի շարք երկրորդական ազդեցություններ կան, որոնք որ հանրային գործունեության բոլոր բնագավառի վրա ազդող բաներ են սրանք։ Նախագիծը ողջունելի է, պարոն Պապիկյան, եւ ես նույնպես կոչ եմ անում իհարկե կողմ քննարկել։ Պարոն Խաչատրյան, տրամաբանությամբ կարանք ընդհանրապես մի տարի դարձնենք, ավելի շուտ կփսակվեն, եթե դեմոգրաֆիական իհարկե գալու, եթե խաղաղությունը իրականություն դարձա, եւ բանակի մեր թվաբանությունը լուծեց այդ խնդիրը, իհարկե